սիրելի հյուրեր, ողջունում եմ Հայաստանյան ձայներ նախագծի Կոմիտաս վարդապետին նվիրված գրական երաժշտական երեկոյին։ Ծրագրում կհնչեն Հայաստանյան ձայներ նախագծի հիմնադիր և երաժշտական ղեկավար, օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանի և դաշնակահարուհի Նատալիա Մնացականյանի կատարումները։ Ինչպես գիտենք, երաժշտական ֆոլկլոր հավաքելու և գրի առնելու գործով Կոմիտասը զբաղվել է իր գիտական ամբողջ կյանքը 1885-ից 1914 թվականներին։ Անգնահատելի նշանակություն ունի Կոմիտասի երկերը հայ ազգային մշակույթի համար։ Ամեն անգամ այսպիսի բարձր համերգի ներկայանալ նշանակում է տոն ունենալ և Ստեֆանին գիտի տոն պարգևել։ Նա սկսեց Կոմիտասով և ավարտեց արդի հեղինակներով և նրա ձայնը աճեց ժամանակի, այսպես լիության հետ նրա ձայնը աճեց։ Կոմիտասը հանդարտ, Կոմիտասը լի, Կոմիտասը սահուն, իսկ վերջին հեղինակներ արդեն Արտեմի Այվազյան, Երևանի մասին, ինչպես Կարկաչող գետակ և ինչպես ծիդիկների ծլբլոց, ինչպես սոխակների դայլայլ։ Ես տպավորված եմ Ստեֆանի Քոչարյանի այսօրվա կատարումով, բարձրարժեք արվեստ ներկայացնելով։ Դա այս մեր ժամանակաշրջանում, դարի աղջամուղջում բարձրարժեք արվեստը և կոմիտասյան երգարվեստը վայելելը, դա ես գտնում եմ այն միակ տեղն ու այն միակ ոլորտն է, որտեղ մարդու հոգու թրթիրները բարձրանում է վեր, եսից վեր, և մարդը կարողանում է ճախրել իր աստվածային սկիզբներին հասնել, էությունը գտնել։ Ես շատ տպավորված եմ, ես շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ հրաշալի էր, մեծ բավականություն ստացանք լսելով Ստեֆանի Քոչարյանին, որը յուրովի ներկայացրեց Կոմիտասին։ Շատ անգամ էինք լսել Կոմիտասի երգացանկից երգեր, կատարողների տարբեր, բայց այս կատարումները Ստեֆանի կատարմամբ յուրահատուկ էին։ Իր ձայնի մեղմությունը, քնքշությունը այնքան ներդաշնակ էր նաև իր արտաքին տվյալների հետ միասին, որ կարծես թե մի պահ մեզ թվաց, թե ինչ որ միտեղ հեռու ծառին հենված Կոմիտասն է նստած եւ լսում է այդ գեղեցկական երգերը եւ մտածում է ինչքան կարելի է մաքրամաքուր ներկայացնել։ Ես հիացած եմ, շնորհակալ եմ, որ Ստեֆանին անընդհատ մատը պահում է զարկերակի վրա և կյանքի ուրախությունը չի կորցնում։ Նաև շնորհակալ եմ մեր ասմունքի համար, մենք ունկնդրեցինք Կոմիտասի բանաստեղծությունները, ովքեր չգիտեին իմացան, իսկ մենք ավելի խոր մեր մեջ անցկացրինք Կոմիտասին, շնորհակալություն։ Տես իմ հեր, ջերմակ սեր,
որ պաղել էր շատ ձմեր, սրտիդ բաղում դալարեց, տեսք ու սեր, գարուններ, որ գոցեց իմ խոց ու վեր, սրտիս խաղում ծավալեց, հող ու ծով սեր, Գրականությունը ինքնին մեծ կապեր ունի բոլոր մասնագիտությունների, բոլոր ուսումնասիրությունների հետ, այդ թվում երաժշտության հետ, եւ այս անգամ ներկայացնելով Կոմիտասը, մենք արժևորում ենք այն մեծն գիտնականին, վարդապետին, ով իր ողջ կյանքը, գիտական ողջ կյանքը նվիրել է հայ մշակույթի վերհանմանը, մաքրմանը եւ լուսաբանմանը։ Հենց նրա շնորհիվ է, որ այսօր երաժշտությունը մաքուր եւ ինքնուրույն ձեռագիր ունի, հայկական ձեռագիր ունի, եւ այդ նշելու այսպես փոքր-ինչ հնարավորությունը ինձ համար մեծ հպարտություն հպարտեմ, որ կարողանում եմ համագործակցել օպերայի երգչուհի միջազգային մրցանակների դափնեկիր Ստեֆանի Քոչարյանի հետ։ Մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել եւ Հայաստանում եւ Արցախում նվիրված եւ արցախյան նահատակներին եւ իմ գրականությանը եւ Կոմիտասին եւ ընդհանրապես իրավագիտությանը։ Այսօրվա միջոցառումը համեմելով գրականությունը երաժշտության հետ ստեղծել էինք մի հետաքրքիր абստրակտ պատկեր, որին մասնակից են ոչ միայն երգչուհին, դաշնակահարուհին ու ասմունքող, այլ նաև ընդհանուր բոլոր մասնակիցները, քանի որ սա բոլորի սրտի, այսպես վարդապետի մասին է խոսքը, Կոմիտասի, ով մեր ակունքներում է կանգնած, մեր զուտ հայկականը եւ ազգայինը վերհանելու նպատակին ծառայող մեկն էր։ Ամբողջ սրահով մեկ թևածում էր Կոմիտասը եւ երաժշտությամբ եւ որպես բանաստեղծ։
Եթե ամեն մարդ կարողանար սիրել այնպիսի մաքրությամբ, այնպիսի շիտակությամբ ու ճերմակությամբ, ինչպես Կոմիտասն է ներկայացնում իր սրտի խորքով, այդ խորքային գեղեցիկ զգացողությունը, ապրեցնող այդ զգացողությունը, աշխարհը երևի կլիներ այդքան ճերմակ, մաքրամաքուր ու գեղեցիկ։ Սա հերթական համերգներ պրոյեկտի, որը ես հիմնել եմ Հայաստանյան ձայներ եւ շատ մեծ երազանք ունեի եւս մեկ անգամ Կոմիտասի երգերով հանդես գամ եւ Փառք Աստծո դա ստացվեց մի 5 տարի առաջ այս նույն ծրագրով ես ելույթ եմ ունեցել Սանտ Պետերբուրգի կոմպոզիտորների տանը մոտ 12 կոմիտասյան երգեր եմ այնտեղ ներկայացրել եւ այնտեղից հետո տենց երազանքը մնացել էր եւ այս տարի 2 անգամ ներկայացրեցինք մեկ անգամ Երվանդ Քոչար տուն թանգարանում եւ այստեղ գրականության եւ արվեստի թանգարանում Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, շատ լավ հանդիսատես էր։